Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամի սթորի բաժնում հուզիչ հրապարակում էր արել։ Հրապարակումից պարզ է դառնում, որ Նազենին հիասթափված է։ Հարաբերությունները կառուցվում են տարիներով, ելվում մեկ վայրկյանում։ Ուղղակի հիշեք սա ու ճիշտ գնահատեք ձեր միջավայրի մարդկանց։ Նշենք նաև, որ Նազենին իր սթորի բաժնում անդրադարձել էր նաև Արշակ Սրբազանի ձերբակալմանը։ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։ Հայաստանը բանտ է, անթթվածին երկնքով, որտեղ օդի համար պայքարում են օտարները։ Իրավունքի համար բանտվում անմեղները, արդար անունները պախարակվում։ Հայրենասերները մեռնում մեկուսարաններում կամ պարտադրված օտարության մեջ, մի կերպ պաշտպանվում Հայաստանի Հանրապետությունից։ Իրեն առաջինը քրիստոնյա հռչակած պետը ներկայումս աղերս չունի քրիստոնեության հետ, որտեղ կա փաստացի, հանիրավի, սուտ մեղադրանքով բանտարկված 4 արժանապատիվ հայ սրբազան և բազում քաղբանտարկյալներ։ Փնթի, ռաբիզ, հակահայ ու ապազգային երկրի վերածեցին երկիրս հակահայերը։ Աստված թող սրանց իրենց մոխրացած ու խավարին ծախված սրտով էլ տա։ Քանդում են հիմնահատակ, քանդում բաժանելով թշնամուն մեր հողերը, բաժանելով մեզ իրարից, սպանելով մեր իմունիտետը վերջնական, կեղծ մտավորականները Կոմիտաս են գոռում, ոչնչացնելով նույն Կոմիտասին, սեղմելով դավաճանի ձեռքը ու նրան դեռ արդարացնելով, առաքելական Սուրբ եկեղեցին քանդում են հիմնահատակ։ Թրքի դարավոր երազանքն են իրականացնում հայերի ու հակահայերի ձեռքով։ Վայ քրիստոնյաները գոռում են Քրիստոս, խաչելով Քրիստոսին նորից ու կրկին։ Անխաչ ժողովուրդը իր եկեղեցիների գմբեթների խաչին արժան չեղավ։ Ոչ էլ Արցախին, ոչ էլ Հայաստանին։ Գրել է Նազենի Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ օրերս նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Արա Ղազարյանի ծննդյան խնջույքը, որտեղ ներկա էին նրա ընկերներն ու հարազատները։ Ներկաների թվում էին նաև Անի Երանյանն ու Նազենի Հովհաննիսյանը, ովքեր հրապարակել էին համատեղ լուսանկար, Նազենին էլ իր հերթին հրապարակմանը կից գրել էր. «Այսօր իմ դարի չափ ծանր տխրությունն Անին վերցրեց, իր փխրուն ուսերին վերցրեց ու տարավ, անտանելին։ Ես վախենում եմ երբեմն ինքս մնալ իմ բեռան տակ, իսկ նա չվախեցավ, վերցրեց ու տարավ»։ Հատկանշական է նաև նշել, որ երեկոյի ուրախ տրամադրությունը փոխանցվում էր նրանց ակտիվ, աշխույժ և ինքնամոռաց պարերից։ Առաջարկում ենք դիտել Նազենի Հովհաննիսյանի և Մհեր Բաղդասարյանի պարը, ինչպես նաև ինստագրամյան հարթակից մեր կողմից առանձնացված հոլովակներն առանց մեկնաբանության։ Գալիս ենք այս աշխարհ, շատերս չգիտենք ինչի համար, բայց երևի բոլորիս առաքելությունը մեկն է՝ մի խազ ավելի բարի, գեղեցիկ ու առողջ դարձնել աշխարհը։ Եվ առողջությունը ոչ երկու ոտքի, ոչ ձեռքի, ոչ ազատ շարժման մեջ չէ։ Առողջությունը մեր սրտում է, մեր հոգում եւ մեր չհանձնվելու կարողությամբ Աստծուն անպարագիծ սիրով ու հավատքով վերաբերվելու մեջ է։ Ես իմ երախտագիտությունն եմ ասում ձեզ այսօր մինչև վերջ ներկա լինելու, ձեր սերը մեզ տալու և ձեր աշխատածը ընտանիքից կտրելու ու մեր երեխաներին ավելի որակով կյանք պարգևելու համար։ Օրհնվեք հազարապատիկ։ Շնորհակալություն։
ինձանից եք որորդնելով հասնեմ ավելի վեր։ Ատեք ուշքի, որ ես դառնամ ավելի սեր։ Ես հակառակն եմ լինելու հոսանք կյանքին։ Ես վազք եմ դառնալու զբոսանք փառքին ձեր հակառակ։ Ու սկավառակը ձեր անմիտ սրտի ձայնագրված եզերքի համար աղմուկ հանդիսացող զարկով ես լսելու եմ անդադար ու հիանամ պայթող արկով նախանձության, որի քամին ինձ ավելի հեռու է տանում սիրելի մարդկանց տիրույթ։ Զայրույթը ձեր իմ ժպիտի ծնողն է, իմացեք, ձեր հայհոյանքը իմ սփոփանքն է, դիմացեք իմ հակառակ մտքին, սրտին ու տեսակին, բագին տնչող իմ սուտ քրիստոնյաներ, միայն ձեզ հակառակ կարող եմ դեպի Տեր աղոթքն ուղղել ու ինքս ինձ ես հասցնել, ինձանից եք, որ այս դարում ես հասցնեմ